Բարև ձեզ, պարոն Ղուլյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Խնդրեմ։ Պարոն Ղուլյան, արդեն լրանում է երկրորդ տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում, գերության մեջ, Կարմիր խաչը հեռացավ Բաքվից Ալիևի ռեժիմի պահանջով եւ կապը ընդհանրապես կորել է նրանց հետ։ Ինչ տեղեկություն ունեք, ինչ նորություններ կան։ Շատ ցավոտ թեմա է իհարկե բոլորիս համար եւ ճիշտ նշեցիք, որ հենց այս օրերին լրանում է երկրորդ տարին, ինչ մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում, բայց կասկածելի է նաեւ, որ դրանից առաջ մեր հայրենակիցներ նույնպես հայտնվել են Բաքվի բանտերում, ինչի մասին շատ քիչ համարյա թե տեղեկություններ չկան։ Եվ այն իրավիճակը, որ ստեղծվել է այս ժամանակահատվածում, հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակվելուց հետո, ավելի վատթար կացություն է ստեղծել ոչ միայն կարծում եմ հենց մեր հայրենակիցների համար, ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար, այլև բոլոր այն մարդկանց, առաջին հերթին իհարկե նրանց հարազատների, ընտանիքների համար, եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետևում են այդ իրադարձություններին, Բաքվում տեղի ունեցող ցուցադատավարություններին եւ ներգրաված են ինչ որ չափով այդ process-ի մեջ, իհարկե հույս ունենալով, որ մեր գործողություններից կախված է նաեւ նրանց օր առաջ ազատվելու ցանկությունը։ Հատուկ այդպես առանձին տեղեկություններ ես չունեմ, բայց կարծես թե գոնե պահվում է այն նվազագույն հաղորդակցությունը, որ շաբաթը մեկ մեր հայրենակիցները կարողանում են զանգել իրենց ընտանիքներին, պարզ է, որ այդ կարճ ժամանակահատվածում հազիվ խոսում են իրենց վիճակի մասին, հարցնում են այստեղի իրենց հարազատներից, եւ այս ամենը իհարկե բավարար չէ, որպեսզի մենք ավելի շատ տեղեկացված լինենք եւ ավելին կարողանանք նաեւ ազդեցություն ունենալ այդ կեղծ դատավարությունների ընթացքի վրա եւ նաեւ որոշակի հույսեր ունենալ, որ նրանց ազատումը կարող է տեղ ունենալ իհարկե ցանկալի ինչքան շուտ այնքան լավ։ Դուք որպես Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, ինչ ակնկալիք ունեք միջազգային հանրությունից, թե ընդհանրապես ձեր հույսը կտրել եք, որ որևէ քայլերի կարող են դիմել, հաշվի առնելով, որ եթե Հայաստանի իշխանությունները համարում են Արցախի հարցը փակված, արցախցիների Արցախ վերադարձի հարցից հետ են կանգնում, արդյոք որևէ ակնկալիք ունեք, որ միջազգային հանրությունը ինչ-որ մի բան կանի։ Ամեն դեպքում մենք ուրիշ որևէ այլ խողովակ էլ չունենք այս իրադարձությունների վրա ազդելու։ Իհարկե միջազգային հանրության նաեւ միջամտությունը կարծես թե այնքան էլ երևացող չէ, այնքան էլ էֆեկտիվ չէ, եւ մենք դրանում համոզվել ենք 2023 թվականի այդ ողբերգական օրերին, երբ որ տեղ ունեցել բռնի տեղահանությունը, որովհետեւ կարծես թե ինչ որ հայտարարություններ, ինչ որ նաեւ ցանկություններ եղել են, բայց դա չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը իրականացնի իր այդ հրեշավոր ծրագիրը։ Գիտեք, հենց գերիների հարցի հետ կապված ես կարծում եմ, որ այդ համեմատությունը որպեսզի հասկանալի լինի, մենք այսօր ինչքան էլ քիչ, բայց այնուամենայնիվ ուրիշ որևէ այդպես ազդեցության հնարավորություն էլ չկա, որովհետև դուք ճիշտ նշեցիք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից եւ այս հարցում եւ բոլոր մյուս հարցերում այն ինչ որ կապված է Արցախի հետ, գործող իշխանությունների կողմից կարծես թե սկսվել եւ շարունակում է այն քաղաքականությունը, որ պետք է հարցը փակել եւ որևէ հնարավորություն չկա, վերադարձի հարցը համարում են անհավանական եւ այլն, այս բոլոր դիրքորոշումները, այս բոլոր հասկացողությունները, որ տրվում են իշխանությունների կողմից,
էականորեն խանգարում են բոլոր հնարավոր քաղաքական զարգացումներին։ Խոսքը իհարկե առաջին հերթին, եթե սկսել ենք դրանով շարունակենք, հումանիտար խնդիրներին է վերաբերում, որովհետև կարծես թե վերջին այս 1-2 ամիսների ընթացքում ինչ որ հաճախիացել են, ավելի հաճախակի են Հայաստանի իշխանությունները սկսել խոսել գերիների հարցերով, կարծես թե նրանց տարբեր հանդիպումների ժամանակ համենայն դեպս այդպիսի լրատվություն է տրվում, բայց ես չեմ կարող համոզված ասել, որ այդ հարցը գտնվում է առաջնահերթ օրակարգի մեջ, որովհետև եթե այդպես լիներ, հազար ու մի հնարավորություն կա այդ միջամտությունը, այդ ազդեցությունը հասանելի դարձնել գոնե ռազմագերիների, մեր գերեվարված ընկերների, հարազատներին, նրանց ընտանիքներին։ Եվ այս կամ այն ձևով իհարկե այդ միջամտությունը ինչ որ ձևով կերևար եւ վստահ եմ որ եթե այդ ջանքերը ավելի ակտիվ լինեին հաստատ այդ միջամտության արդյունքում մենք ավելի ուրիշ իրավիճակ կունենայինք տեսեք վերջերս նույն ԵԽԽՎ-ում ինչ որ շատ այդպես թռուցիկ խոսվել է դրա մասին եւ արդեն երեկվանից ինֆորմացիա կար որ Եվրոպայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ինչ որ պատվիրակություն այցելել է Բաքու, ինչքանով նրանց կհաջողվի այցելել մեր գործընկերներին, մեր ռազմագերիներին, սա թերևս մնում է էլի որպես հարց, բայց այնուամենայնիվ ցանկացած հնարավորություն կարծում եմ պետք է օգտագործել։ Ամեն դեպքում, որպեսզի այս հարցը կարողանանք ամփոփել, քանի մեր հայրենակիցները դեռ գտնվում են Բաքվի բանտերում եւ նրանց հանդեպ տեղի ունենում այդ շինծու դատավարությունները, ջանքերը, որոնք գործադրվում են առաջին հերթին իշխանությունների կողմից, ես համարում եմ անբավարար։ Մյուս բոլոր ջանքերը, ինչ որ տեղի ունենում իրավապաշտպան կազմակերպությունների, հատկապես անհատների կողմից, ովքեր առաջին օրվանից ներգրաված են, ես կարծում եմ, որ սրանք շատ կարևոր են, շնորհակալություն պիտի հայտնենք այդ մարդկանց, որովհետև այսպիսի սուղ իրավիճակում նրանք շարունակում են իրենց կապերը, նաև ջանքերը գործադրել, որպեսզի ինչ որ չափով գոնե կարողանան թեթևացնել մեր հայրենակիցների իրավիճակը եւ թերևս այսպիսի հնարավորությունները համադրելով, իրար կցելով, միայն այդպես կարելի է ակնկալել, որ մենք կարող ենք որևէ արդյունք ստանալ։ Պարոն Ղուլյան, դուք եղել եք նաև Ֆրանսիա-Արցախ խորհրդարանական բարեկամական խմբի հայկական կողմից համանախագահողը եւ մենք տեսանք այս վերջին տարիներին, թե ֆրանսիացի քաղաքական գործիչները ինչ ակտիվությամբ պաշտպանում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, նաև ամբողջ բլոկադայի ժամանակ արցախցի քաղաքական գործիչները եկան հասան ընդհանուր մինչև Հակարեի կամուրջի մոտ եւ փորձում էին մարդասիրական օգնություն հարացնել սովահմահ լինող Արցախի ժողովրդին, արդյոք նրանց հետ կապը պահպանում եք եւ ինչ ռևերանսներ եք նրանցից ստանում։ Ես ուզում եմ միանգամից ասել, որ ես ինձ այսօր էլ եմ շարունակում զգալ Արցախ-Ֆրանսիա, իհարկե Ֆրանսիայի կողմից Ֆրանսիա-Արցախ, իսկ մեր կողմից ձևավորված էր Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակը եւ շարունակում եմ ինձ զգալ այդ շրջանակի մասնակից շնորհիվ մեր ֆրանսիացի գործընկերների, որովհետեւ այնինչ որ մենք սկսել ենք տարիներ առաջ 2013 թվականից ձևավորելով երկկողմանի Ֆրանսիա-Արցախ եւ Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակները շատ կարևոր եւ տեսանելի ճանապարհ է անցել այդ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը եւ շնորհիվ մեր գործընկերների Ֆրանսիայի ազգային ժողովի, սենատի գործընկերների, այսօր էլ նրանք շարունակում են ուշադրության կենտրոնում պահել արցախցիների բոլոր խնդիրները, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի խնդիրը կա, արցախցիների հումանիտար օգնության խնդիրը կա, որը վստահ եմ անպայման պետք է շարունակություն ունենա։ Մեր գործընկերները Ֆրանսիայի սենատից եւ ազգային ժողովից շարունակում են մեծ ուշադրություն նաեւ պահել Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների վրա։ Մի խոսքով բոլոր այն խնդիրները, որ այսօր հուզում են մեր հայրենակիցներին այստեղ Երևանում, Հայաստանի մյուս մարզերում, որտեղ նրանք ժամանակավոր
բնակվում են եւ նույնիսկ Հայաստանից դուրս ովքեր այսօր չեն գտնում այստեղ արտագաղթել են բոլորի մոտ էլ այդ ուշադրությունը եւ վստահ եմ նաեւ այդ շնորհակալական զգացումը կա որովհետեւ իսկապես ֆրանսիացի падգամավորները մեր եզակի այն գործընկերներն են ովքեր տարիներ շարունակ ուշադիր են եղել Արցախի խնդիրների հանդեպ գիտեք ինքս ինձ համար այսպիսի մի ամփոփում եմ արել եւ բարձվել է որ մեր գործընկերները Ֆրանսիայի սենատի եւ ազգային ժողովի այս վերջին տարիներին 5 բանաձև են ընդունել հատուկ Արցախին նվիրված 3-ը սենատի կողմից 2-ը ազգային ժողովի կողմից եւ այս բոլոր բանաձևերում մտել է ազգային ժողով եւ շարունակում է այդ process-ը եւ այս բոլոր բանաձևերի մեջ նրանք համարյա թե եկել հասել են այն ձևակերպումներին, այնինչ որ Արցախի ժողովուրդը որպես իր կամքի արտահայտություն ներկայացրել է։ Ես նկատի ունեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Արցախի անկախությունը ճանաչելու 2023 թվականի վերջին հիշում եք այդպիսի բանաձև նույնպես ընդունվել էր։ Սրանք շատ դրական երևույթներ են եւ ես պարզապես առիթ ուզում եմ օգտագործել նաեւ ասելու համար, որ մենք այս 10 եւ ավելի տարիներին 7 տարի իհարկե լիարժեք 20 թվականից հետո մի քիչ ավելի կարծես վերապահումներով մենք շատ լավ եւ օրինակելի ճանապարհ ենք անցել հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ճանապարհին եւ պարզապես ես ուզում եմ մի երկու դրվագ հիշեցնել մեկը ուրեմն ֆրանսիական օրերը Արցախում 2016 թվականին մյուսը ֆրանկոֆոնիայի կենտրոնի ստեղծումը այդ նույնպես էլի մեր գործընկերների օգնությամբ եւ այս բոլոր հնարավորությունները հատուկ այդպես ազատամարտիկների պուրակում մենք Ֆրանսիայի ապակենտրոն համագործակցության համար ֆրանսիական քաղաքների հետ մեր այդ բարեկամության հատուկ այդպես նշաձող ենք դրել եւ բոլոր քաղաքների հետ կիլոմետրերով նշել ենք թե ինչքան հեռու ենք, բայց շատ ջերմ էր, ասինքն նույնիսկ այս մունիցիպալ համագործակցության մակարդակում շատ ճիշտ հիմքեր էին ձևավորվել։ Իհարկե այսօր չենք կարող այդ նույն իրավիճակը ունենալ, խոսել դրա մասին, բայց ես վստահ եմ, որ այնինչ որ արվում է այսօր Ֆրանսիայի ազգային ժողովի եւ սենատի падգամավորների կողմից, իհարկե շնորհիվ նաեւ Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցների, Սատար Ղարաբաղին կազմակերպության եւ հատկապես նաեւ մեր Արցախի հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի անմիջական ջանքերով սրանք շատ ճիշտ օժանդակության, աջակցության այդպես կետեր են, որոնք ես կուզենայի, որպեսզի մենք ունենայինք նաև մյուս երկրներում։ Մենք խոսեցինք այդպես աջակցության մասին, ես ուզում եմ նաև հավելել, որ 2023 թվականի սեպտեմբերի այդ ողբերգական իրադարձություններից հետո Ֆրանսիայից առաջինը հայտարարվեց հումանիտար օգնության, կարծում եմ 30 միլիոն եվրոյի չափով, եթե ոչ ավելի, սրանք նույնպես այդպես շատ ճիշտ կետեր են, որպեսզի մենք կարողանանք նաև խոսել, թե ինչ կարելի այսօր անել Արցախի ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար։ Այս ամենի մեկտեղ ես կուզենայի, որ մենք իհարկե այս դրական համագործակցության օրինակներ ունենալով խոսենք նաև այն սահմանափակումների մասին, որ առաջացել են Ֆրանսիայի գործադիր իշխանությունների գործողությունների արդյունքում։ Այնինչ որ մենք ունենք ազգային ժողովի, սենատի եւ մեր մյուս արդեն նույնիսկ պաշտոնաթող падգամավորների գործունեության արդյունքում չի կարելի նույնը ասել Ֆրանսիայի գործադիր իշխանության, կառավարության, արտաքին գործերի նախարարության մասին։ Բայց ես կարծում եմ, որ այնինչ որ կա որպես այդպես օրինակելի հիմք, որպես դրական նախադեպ, սրանք շատ կարևոր են, որպեսզի մենք նաև կարողանանք մյուս երկրներում նման համագործակցության եւ նման օժանդակության հիմքեր դնել։ Եվ պատահական չէ, որ ֆրանսիական այս օրինակը նաև որոշակի շարունակություն ունի նույն Բելգիայի խորհրդարանում, այնտեղ խորհրդարանները մի քիչ տարբեր են, Շվեյցարիայի խորհրդարանում եւ պարզապես պետք է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր շարունակում են հավատալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, նույնիսկ այս մեծ ողբերգությունից հետո շարունակում են աջակից լինել մեր վերադարձի իրավունքին եւ վստահ եմ, որ այս
առանձին այդպես ջանքերը հետագայում մենք կարող ենք միավորել ավելի մեծ արդյունք ունենալու ակնկալիքով։ Շնորհակալություն, իսկ այդ ձեր նշած աջակցությունը դրանք ավելի բարոյական հարթության վրա են, բարոյապես են, թե ինչ որ գործնական քայլեր կան եւ եթե կան, ապա խնդրեմ փոքրինչ մանրամասնել։ Շատ դժվար է ասել, թե դրանք ինչ այդպես հետևանքներ են թողում, որովհետև այնինչ որ մենք խոսեցինք մեր հարցազրույցի սկզբում, մոտորապես նույն վիճակն էլ այստեղ է։ Տեսեք, եւ Ֆրանսիայի կողմից հատկացված այդ 30 միլիոն եվրոն եւ մյուս երկրների կողմից հատկացված այդ գումարները, որոնք որպես Արցախի ժողովրդի համար առաջնահերթ այդպես օժանդակություն ցուցաբերելու նյութական ֆինանսական միջոցներ, ինչքան ես հիշում եմ, այդ առաջին 1-2 ամիսներին 100 միլիոն դոլարից ավելի գումար էր հավաքվել, բայց ինչ է կատարվել այս գումարների հետ, որը մեկը չի կարող այսօր ներկայացնել, հաշվի առնելով, որ որևէ հաշվետվողականություն չկա Հայաստանի իշխանությունների կողմից, թե այս գումարները ինչպես են ծախսվել, կամ եթե դրանք քիչ են ավելի են դրան ավելացվել կամ դրանք ավել են եղել հիմա շարունակում են եւ այս իմաստով շատ դժվար է ասել թե ինչպիսի արդյունք է գրանցվել այդ ֆինանսական եւ նյութական օժանդակության շնորհիվ։ Այսինքն արցախցիները իրենց մաշկի վրա այդ աջակցությունը չեն տեսել, չեն զգացել այդ գումարները։ Ես չեմ կարող ասել, որովհետեւ այնինչ որ մենք այսօր ունենք որպես դրա այդպես ամփոփում որևէ կառավարական մարմին որևէ հաշվետվություն չի ներկայացել եւ մենք բոլորս անտեղյակ ենք առաջին հերթին իհարկե Արցախի հանրապետության իշխանությունները եւ մյուս կողմից նույնիսկ հասարակական կազմակերպություններ, որոնք կարող էին ներգրաված լինել եւ ինչ որ ձևով ունենալ այդ տվյալները, եթե լիներ իհարկե ինչ որ ձևով ես տեղյակ լինեի։ Այսինքն չեն փորձում հաշվետու լինել Հայաստանի իշխանությունները, չեն փորձում հաշվետու լինել Արցախի իշխանությունների կամ Արցախի ներկայությամբ հանդեպ։ Ես նույնիսկ քանի որ հոգեբանական խնդիր ունեն առնչվելու, հարաբերվելու Արցախի իշխանությունների կողմից, կուզենայի տեսնել այդ հաշվետվությունը մեր հայրենակիցների, ասենք, մյուս այդպես թևերի կողմից նույն Ֆրանսիայի հայկական համայնքին թող այդ հաշվետվությունը ներկայացվի, որովհետև այդ օժանդակությունը, այդ աջակցությունը ինքն իրեն չի եկել հասել Երևան։ Այդ աջակցության հետևում մեր հարյուրավոր հայրենակիցների եւ մեր ֆրանսիացի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բարեկամների ջանքերի շնորհիվ է, որ այդպիսի աջակցություն է։ Եթե ուղիղ ասենք, այսինքն ուզում եք ասել, որ այդ գումարները արցախցիներին չեն հասել։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, վստահ եմ, որ գուցե այս հարցազրույցից հետո ինչ որ թվեր կարող են շրջանառվել, հատկապես այն իմաստով, որ այն նույն գումարները, որ մի քանի ամիս արցախցիներին որպես այդպես նյութական ֆինանսական օժանդակություն տրվել է, գուցե այդ գումարներից է հատկացվել, բայց կոնկրետություն այդ աջակցության եւ այդ աջակցության այդպես արցախցիներին հասնելու մասին մինչեւ այս պահը չկա, ես չեմ տեսել։ Բոլորը մեզանում խոսում են արցախցիների մասին, արցախցիների փոխարեն ու բոլոր կողմերը։ Իսկ բուն արցախցիները հիմա դուք այստեղ եք, արցախցի եք, արցախցիների անունից կարող եմ ասել, կարող եք իրավունք վերապահել եւ խոսել, այսօր որն է արցախցիների առաջնահերթ խնդիրը եւ նաեւ երկրորդ հարցս պահանջը, այսինքն հիմա արցախցիները պահանջում են, որպեսզի ապահովի իրենց վերադարձը Արցախ, թե այստեղ Հայաստանում ինտեգրացիոն հարցերի շուրջ են ավելի շատ խնդիրները եւ փորձում են առաջնահերթ հենց դրանք լուծել։ Ես նույնիսկ չգիտեմ որտեղից սկսեմ, որովհետեւ դուք սկզբից շատ այդպես ցավալի հարցի մասին խոսեցիք, արցախցիների անունից խոսելու, Արցախի մասին խնդիրները ներկայացնելու։ Իմ խորին համոզմամբ մենք առաջին օրվանից շատ սխալ հարաբերությունների որակ ենք այդպես մեզ համար ընդունել, խոսքը վերաբերում է Հայաստանի գործող իշխանություններին, երբ որ հենց առաջին ամիսներին այդ արցախցիներին հուզող խնդիրների մասին խոսելուց շեշտը դրվել է նրա վրա, որ Արցախի իշխանությունները չկան, Արցախի կառավարություն չկա, ազգային ժողով չկա, մյուս բոլոր մարմինները չկան,
եւ այս բացը ոչ մի ձևով չի լրացվել, այսինքն եթե նույնիսկ դրանք չկան, ապա ով է խոսում արցախցիների հարցերով։ Ինչ որ մի պահ երևի հիշում եք, որ արցախցիները փորձեցին այդպես հանրային տրամադրությունների միջոցով իրենց նաև միտինգներով ազատության հրապարակում խոսել իրենց խնդիրների մասին, ձևավորվել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության այդպես հանրային խորհուրդ, որ այսօր էլ կա, բայց նույնիսկ այս մակարդակում հարաբերությունները այնպես չդասավորվեցին, որ այդ ձևավորված ընդհանուր մարմնի հետ Հայաստանի իշխանությունները կամ իշխանությունների համապատասխան մարմինները կարողանան շփվել այնպես, որ դրանից Արցախի ժողովրդի հոգսերը կարողանանք թեթևացնել։ Սա շատ ծանր բարդ հարց է, որը ավելի շատ արհեստականորեն բարդացվել է, ծանրացվել է այն իմաստով, որ մենք ամեն ինչ փակում ենք, ամեն ինչ կարծես այդպես ավարտին ենք հասցրել եւ պարզապես մնում է միայն, որ Արցախի հանրապետության քաղաքացիները ընդունեն Հայաստանի հանրապետության քաղաքացիություն եւ դրանով բոլոր հարցերը կլուծվեն։ Գիտեք, սա գուցե եւ ճանապարհներից մեկն է Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ընդունելու։ Եվ ես չեմ բացառում, որ մեր հայրենակիցների մեջ կան եւ արդեն որոշակի վիճակագրություն կա, որ մարդիկ ընդունել են այդ քաղաքացիությունը, մարդիկ աշխատանքի համար, բնակարանի համար, բնակարանային ծրագրերից օգտվելու համար, այս բոլոր ծրագրերը, որ գործում են, ինչ որ ձևով մասնակից դարձնելու համար, նրանք ընդունում են քաղաքացիություն, բայց ես վստահ եմ, որ այն վիճակը, որ այսօր կա, նույնիսկ արցախցիները, սա իհարկե զավեշտ է, բայց իրավիճակը հենց այդպիսին է, որ արցախցիները Հայաստանի Հանրապետությունում հայտնվել են փախստականի կարգավիճակում։ Փախստականի կարգավիճակը ինքնին ենթադրում է, որ մենք ավելի շատ պաշտպանված պետք է լինենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարության, եւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կառույցների աջակցության եւ օգնության շնորհիվ։ Փաստորեն այդ միջազգային աջակցության եւ օգնությունը ուղղորդվել է Հայաստանի կառավարության միջոցով, որը նույնպես որոշակի տեղեկատվություն չկա, թե ինչպես է դա արվում, ինչ գումարների կամ ինչ նյութական միջոցների մասին է խոսքը։ Ինչ որ պետք է արվի Հայաստանի կառավարության կողմից, արվում է ելի այդ նույն սահմանափակումներով, որ արդեն հունիսից 2 ամիս լրացուցիչ տալուց հետո կրճատ ձևով, հունիսից արդեն այդ նյութական ֆինանսական աջակցությունը կառավարության կողմից նույնպես դրանք կտրվել են, դադարեցվել են եւ փաստորեն արցախցիները հայտնվել են շատ անօգնական վիճակում եւ դա է երևի հիմնական պատճառը, որ ամռան ամիսներից հետո մենք ունեցել ենք արտագաղթի մի նոր ալիք։ Սա երևի այն մասով, որ ինչպես է կատարում այդ օգնությունը, օժանդակությունը, ես կարծում եմ, որ հիմա իհարկե մենք անհատապես էլ այստեղ ձեզ հետ միասին կամ տարբեր լրատվամիջոցներում հարցազրույցներ տալով կամ խոսելով խնդիրների մասին, ինչ որ ձևով այս թեմաները բարձրացնում ենք եւ հանրությունը դրա մասին տեղյակ է լինում, բայց ես չեմ կարծում, որ միայն այս մակարդակի վրա հարցերը բարձրացնելու միջոցով մենք այս թեմաները դարձնում ենք օրակարգ, դարձնում ենք պատկան մարմինների համար անելիքների այդպիսի մի ցուցակ եւ որին հետևում է նաեւ կառավարության կոնկրետ ջանքերը արցախցիների հոգսերը թեթևացնելու համար։ Իսկ գլխավոր պահանջը որն է։ Կներեք, ես երևի առաջի թեմայի մասին խոսեցի, հիմա շարունակեմ։ Մենք երևի այդպես գլխավոր երկրորդական տարանջատում չանենք, բայց ինձ համար տեսանելի է այս պահին հետևյալը, որ արցախցիների հիմնական խնդիրը քաղաքական է, խոսքը վերաբերում է Արցախի ժողովրդի հավաքական վերադարձին եւ մնացած բոլոր հարցերը երևի ածանցում են այս թեմայից։ Ես քանի որ դրա մասին խոսեցինք, կուզենայի, որ մեր հայրենակիցների մոտ ձևավորվող կամ ձևավորված թյուր տպավորությունը փորձենք ցրել։ Խոսքը չի գնում այն մասին, որ եթե մենք ասում ենք արցախցիների վերադարձի իրավունք, հենց այս պահին արցախցիները պետք է վերադառնան Արցախ եւ փորձենք ինչ որ ձևով խանգարել, ինչպես իշխանություններն են փորձում ներկայացնել,
խաղաղության գործընթացին կամ այն բանակցություններին, որը տարվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Խոսքը գնում է այն կոնկրետ խնդրի մասին, որ Արցախի ժողովուրդը ինչքան էլ ծանր այս կացություններով անցած լինի, բռնի տեղահանված, էթնիկ զուտումների ենթարկված, ցեղասպանության սպառնալիքի ներքո, Արցախի ժողովուրդը ոչ թե ինքն է դրա մասին խոսում միայն, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին խոսում են միջազգային ատյաններում։ Ամենացավալին այն է, որ այդ մասին խոսում են համարյա թե ամենտեղ բոլոր աշխարհամասերում, բացի Հայաստանի Հանրապետությունից, բացի Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից։ Եվ վերադարձի իրավունքի մասին խոսելը նշանակում է, որ մենք այդ իրավունքը որևէ մեկին չենք պատվիրակում, որևէ մեկին չենք տալիս եւ չենք ասում, որ որևէ մեկը մեր անունից կարող է խոսել դրա մասին եւ ասել, որ այդ վերադարձը կամ իրատեսական չէ կամ չեմ տեսնում դրա հնարավորությունը եւ այլն։ Դուք կարող եք ունենալ որը ցանկացած կարծիք, բայց այնինչ որ ունի Արցախի ժողովուրդը որպես հավաքական իրավունք, որպես իր պատմական բնորանը վերադառնալու իրավունք, այսպիսի հակամարտություններից հետո սա ոչ մեկը չի կարող մեզնից խլվել։ Եվ մի շատ կարևոր հարց է, երբ որ հիմա շատ է խոսում եւ այս օրերին էլ վերջին օրերին էլ որ մենք շատ հասել ենք խաղաղություն արդեն եկել հասել է թակում է մեր դուռը եւ մենք կարծես թե չենք էլ լսում դրա մասին, հակամարտության ավարտումը, խաղաղության գալը նշանակում է հենց այսպիսի հարցերի լուծում, նշանակում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնում, առաջին հերթին հենց վերադարձի իրավունքի մասին է խոսքը։ Նշանակում է, որ արցախցիները, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, պետք է անպայման վերադառնան իրենց ընտանիքները, եթե հակամարտությունը ավարտվել է եւ մենք խաղաղություն ենք բերել։ Նշանակում է, որ Ադրբեջանի զորքերը դուրս են գալիս Հայաստանի սուվերեն տարածքներից, որտեղ նրանք հայտնվել են 22 թվականին, 23 թվականին եւ այլն։ Եթե այս նախանշանները չկա, կարելի է այս շարքը թվարկել։ Եթե այս նախանշանները չկան, ուրեմն մեր ժողովրդի մի ստվար հատվածը շատ ճիշտ է, որ չի հավատում այդ խաղաղության մոտալուտ լինելուն։ Ինչ հանգուցալուծում եք տեսնում, տրամաբանական է, որ այս պահին Արցախ վերադարձը իրատեսական չէ, որովհետև ըստ շատ քաղաքական վերլուծաբանների հնարավոր չէ ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, հնարավոր չէ ապրել մեկի կողքին, ով ցանկանում է քեզ սպանել, եւ մենք բազմիցս նմանատիպ օրինակներ տեսանք, որ անօգնական վիճակում գտնվող տատիկ-պապիկների ականջ էին կտրել, ձեռք էին կտրել, սպանել էին։ Այս առումով ուզում եւս մեկ անգամ պարոն Ղուլյան հստակեցնեք Արցախի վերադարձի մասին խոսելիս, ինչ են տեսնում արցախցիները այս խոսքերն ասելիս եւ ինչպես են դա պատկերացնում եղած իրականության մեջ։ Ասմիկ ջան, դուք շատ ճիշտ նշեցիք, որ խոսքը գնում է նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի հնարավորություններին, որոշակի սկզբունքների արկայության պայմաններում։ Եվ այս ամիսներին քննարկումների ընթացքում մեր իրար հետ կիսվելու, քննարկելու հանդիպումների արդյունքում ձևավորվել են այդ սկզբունքները։ Խոսքը գնում է Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, կամավոր իհարկե եւ հավաքական վերադարձի մասին։ Եվ գիտեք, նախորդ հարցի մասին խոսելուց էլ, երբ որ մենք ասացինք, որ իհարկե դա չի նշանակում, որ հենց հիմա մենք վեր ենք կենում եւ գնում ենք Արցախ, խոսքը գնում է այն մասին, որ այս իրավունքը պետք է մնա բոլորի օրակարգում, եւ միջազգային ատյանների, եւ Հայաստանի իշխանությունների, եւ Ադրբեջանի իշխանությունների, որովհետեւ սա ոչ մեկը չի կարող Արցախի ժողովրդից այնպես ինչպես կյանքի իրավունքն է խլել։ Ես արցախցի եմ, մենք արցախցիներ ենք եւ մենք այդպես ենք մտածում։ Եվ մենք ոչ թե այդ ամենը հակադրում ենք ինչ որ process-ների, խաղաղության գործընթացների։ Հակառակը մենք այս process-ը փորձում ենք տեսնել այդ նույն խաղաղության մեջ, որ եթե խաղաղություն է, ապա մարդիկ իրավունք ունեն վերադառնալ։ Եթե դա այդպես չէ, ուրեմն շատ վաղ է խոսել այդ նույն խաղաղության մասին։ Եվ մի բան էլ, երբ որ ես դրա մասին նշեցի, բայց պետք է շարունակեմ, վերադարձի իրավունքը մեզ թույլ է տալու լուծել նաև բոլոր մյուս կոնկրետ հարցերը, հոգսերը, որոնք այսօր Արցախի ժողովրդի համար կան։ Տեսեք, աշխարհով մեկ հիմա այդպես ծրված Արցախի ժողովրդի
հավաքական վերադարձի մասին է խոսքը, այսինքն վերադարձ հայրենիք։ Սա նշանակում է, որ վերադառնալով անվտանգ եւ արժանապատիվ իհարկե այդ հավաքական վերադարձը ապահովելով եւ ինքնորոշման, ինքնուրույն կեցության հարցեր լուծելով, մենք նաեւ շատ կարեւոր հարց ենք լուծելու կապված մեր պատմամշակութային ժառանգության պահպանման։ Հիմա Արցախում Ադրբեջանը ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ եւ երևի այդ տեղեկությունները ինչքան էլ քիչ, բայց այնուամենայնիվ հայտնվում են մեր սոցիալական ցանցերում, քանդում են, ավերում են, կործանում են եւ փորձում են հայկական հետքը վերացնել Արցախի մեր բոլոր այդ պատմամշակութային օբյեկտներից, մեր հայկական ինքնությունը հավաստող ապացուցող բոլոր հնարավոր այդպես վայրերից։ Այսինքն սա էլ վերադարձի թեման կարող է այդպես օգնել, որպեսզի այս ավերումը, այս կործանումը չշարունակվի, բայց նույնիսկ վերադարձի հարցը, եթե հիմա հենց այս պահին չի կատարում, ես վստահ եմ, որ մենք հանրությամբ Հայաստանի իշխանությունները որպես պետականությունը ներկայացնող այդպես սուբյեկտ կարող են միջազգային ացիաներում խոսել այդ մասին, եւ ես վստահ եմ, որ սա շատ ընդունելի թեմա կլինի բոլոր այն միջազգային կառույցների համար, ովքեր ի պաշտոնե իրենց գործառույթներով պետք է զբաղվեն դրանով։ Սա շատ ընդունելի եւ հասկանալի կլինի քրիստոնեական հավատքի հետ կապված բոլոր կրոնական եւ ոչ կրոնական կազմակերպությունների հնարավորությունները օգտագործելով, բայց ցավոք սրտի այդ ամեն այսօր չի արվում կամ եթե արվում է, ապա դրա արդյունքները որևէ ձևով շոշափելի չեն։ Մենք ականատես եղանք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, նա ընդամենը ուղղեց, որ Զանգեզուրի միջանցք չկա ոչ միտեղ, մի օգտագործեք եւ ոչ մի փաստաթղթեր, որևէ փաստաթղթում չկա, եւ նա խոսեց նաեւ աջակցություն ստանալուց, այսինքն Հայաստանում արցախցիների, այսպես ասած, ինտեգրացիայից խոսեց, այսինքն եթե օղակ չկա, ամենավերին օղակը, որ պետք է դա ներկայացնի, չի ներկայացնում, ապա ինչ եք ակնկալում միջազգային հանրությունից, օրինակ շատերը նույնիսկ են հայամետ պատգամավորները, քաղաքական գործիչները, ովքեր միշտ պայքարել են արցախցիների իրավունքների համար, ասում են մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ չենք կարող լինել։ Շատ ցավալի է եւ այստեղ որևէ բան ավելացնելու չկա, դուք շատ ճիշտ նկատեցիք, պարզապես մեր գործընկերներից մեկը երեք իր գրառումների մեջ գրել էր եւ կարծում եմ ամենադիպուկ գնահատականը դա էր, որ նախորդ տարիներին մենք գնում հասնում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի հնարավորություն օգտագործում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի գրանցած հաջողությունները ներկայացնելու համար, իսկ այս անգամ ԵԽԽՎ-ում Հայաստանի ղեկավարի ելույթը նվիրված էր Արցախ վերադառնալու անհնարինությունը հիմնավորելուն։ Շնորհակալություն եւ ձեր վերջին խոսքը ամփոփիչ։ Չգիտեմ նույնիսկ ինչ կարելի է ասել որպես եզրափակիչ խոսք, ես պարզապես կուզենայի, որ մեր հայրենակիցները չկոտրվեն, չվհատվեն։ Մենք իհարկե շատ երևի ճակատագրական այդպես դեպքերի իրադարձությունների միջով ենք անցել եւ սա 21-րդ դարի համար նույնիսկ անհավատալի է, այնինչ որ մենք խոսում ենք 100 տարի առաջվա իրադարձությունների մասին, կարծես թե նորից եկել, վերադարձել են մեզ, այս անգամ ավելի ահավոր ձևով, որովհետև խոսքը գնում է ավանդաբար ավելի պաշտպանված, ավելի վստահ հայկական տարածքների մասին։ Եվ գիտեք, մենք ինչ էլ այսօր խոսելու լինենք, ինչ արժեքներ էլ փորձենք համեմատել Արցախի կորուստի հետ, սրանք ոչ մի համեմատության մեջ չեն դիմանում։ Ես չեմ կարծում, որ ժողովրդավարությունը կամ բոլոր մյուս այդ արևմտյան արժեքները դրանք ավելին են, քան այն, ինչ որ մենք ունեցել ենք որպես հայկական պատմական տարածք։ Եվ գիտեք, ինձ համար պարզապես զարմանալի է, որ նույնիսկ տարածքով բնակչությամբ մեծ երկրները, որ այսօր
թվում է թե աշխարհի ամենագլխավոր հարցերն են լուծում, սկսած Չինաստանից, Միացյալ Նահանգներով, Ռուսաստանով, այս բոլոր պետությունները նույնիսկ 1 քառակուսի մետր չեն ուզում իրենց տարածքից այդպես կորուստ ունենալ։ Հակառակը ամեն ինչ արում է, որպեսզի նոր տարածքների եւ նոր ռեսուրսներ կարողանան վերցնել, իսկ մենք շատ հանգիստ խոսում ենք մեր ունեցած պատմական, հայկական տարածքները եւ մեր մարդկային նյութական ռեսուրսները կորցնելու մասին։ Շնորհակալություն։ Խնդրեմ։